Շվեյցարացի Անդրե Գյուտերն է։ Տարիներ առաջ, երբ դեռ չէր տեղափոխվել Հայաստան, լսել էր, թե այստեղ է ամենահամեղ ջուրն աշխարհում։ 4 տարի առաջ Շվեյցարիայից Եղվարդ տեղափոխված Գյուտերը, սակայն այժմ ամեն օր խանութից է խմելու ջուր գնում։ Եղվարդում օրվա մեծ մասը ջուր չկա, եղածն էլ խմելու պիտանի չէ, ասում է նա։ 4 տարի Հայաստանում ապրելով հասկացա, որ ջրի խնդիրը բազմաշերտ է, չի համապատասխանում խմելու ջրի որակներին, ինքնուրույն պիտի ֆիլտրես։ Մենք տարբեր քննարկումներ ենք ունեցել Veolia ջուր ընկերության ու Եղվարդի կառավարիչների հետ, բայց ապարդյուն։ Եղվարդում խմելու ջրի խնդիրը հատկապես ամռանն է սրվում, ջրի պակասը ոչ միայն անհարմարություն է ստեղծում կենցաղում, այլև դառնում է սպառնալիք բնակիչների առողջության համար։ Բնակիչները ստիպված են տարաներով ջուր կուտակել կամ գնել խանութից։ Հիմա տալիս են ժամ ու կես, մենք չենք հասցնում սանիտարական գործերը վերջացնենք, լվացք է, լողանալ է, ճաշ պատրաստել է, չենք կարող անել, երբեմն պատահում է լոգարանում փրփուրոտ մնացել ենք ջուրը կտրվելու պատճառով։ Քաղաքի ջրամատակարարումը ժամային գրաֆիկով է, առավոտյան եւ երեկոյան ընդամենը մի քանի ժամ։ Որոշ թաղամասերում ջրի ճնշումն այնքան քիչ է, որ չի բավարարում անգամ երկրորդ հարկ հասնելու համար։ Ըստ Veolia ջուր ընկերության հետ կնքած պայմանագրի Եղվարդի բնակիչներն օրական 9 ժամ ջուր պիտի ունենային, սակայն արդեն 3 տարի է, ինչ այս քաղաքում ջուրն ընդամենը 2-ից 3 ժամ է լինում։ Սկզբից էլի լավ էր, գոնե առավոտ իրիկուն ամի 4-5 ժամ տալիս էին, այսօր մանամանդ իրիկունները 8 չիլնում կտրում են արդեն ջուրը, 6 չիլնում տալիս են, 8 չիլնում կտրում են տենց, այն վաղտ էլի 11 բանը մինչև նմեր էլի ասենք իրիկվա, հիմի հազի թապալ ենք անդ, հիմի բան մի գործ անենք, մի լվասկ, մի բան է տենց։ Ինչ խնդիրներ են առաջանում, որ ջուրը շուտ է կտրում։ Դե պաշ չի, որ առանջրով կարա ապրի, ով կարա գործանի, լրիվ ջրով է, չէ, լվացք, ամաններն, ճաշը, ամեն ինչն էլ ջրի հետ է կապված։ Ամեն առավոտ արթնանում են ջրի ժամին, թե չէ փոշոտ քաղաքում հնարավոր չէ անգամ ձեռքերը լվանալ։ Քաղաքի բնակիչները դժգոհ են, ասում են մինչև վերջերս հույս ունեինք գոնե ամռանը կլուծեն խնդիրը, բայց ամեն տարի նույն պատմությունն է։ Քաղաքապետարան, Veolia ջուր, գրել են ստորա հավաք են գրել, բողոքարկել են, ոչ մի արդյունք չկա։ Բնակիչները դիմել են տարբեր հաստատություններ ու գերատեսչություններ, բոլորն ուղղորդել են դեպի Veolia ջուր ընկերություն։ Այստեղից էլ խոստացել են, որ իրենց աշխատակիցը կմոտենա եւ կհանդիպի բնակիչներին, սակայն վերջին պահին հրաժարվել է ներկայանալ։ Ստացվում է, որ այդ մարդը շատ ուղիղ ձևով առհամարել է այս համայնքին ու այն համայնքի բնակիչներին, ովքեր հավաքվել էին ու սպասում էին այդ մարդու պարզաբանումներին, դա մեկ։ Հորդորում է, որ բարձրանանք գրասենյակ, որտեղ կտան մեզ պարզաբանում։ Գրասենյակներում վաճառքի բաժնի պետը ինչքանով իրան հասու էր ինֆորմացիան, այդ մարդը տրամադրում է, ասում է, որ ես իրավասու չեմ բնակիչների հետ խոսեմ, իրավասու է միայն տարածքային սպասարկման կենտրոնի բաժնի պետը, իսկ ասում է այդ կենտրոնը բացվել է միայն այսօր, այսինքն 3 արդեն, եւ բաժնի պետը նորանշանակ է պարզաբանումներ Veolia ջրից ստացել ենք պարբերաբար, չեմ հիշում թվով քանի անգամ։ Մեկ կոյուղիներն ահին, մեկ այդ խողովակներն ահին, մեկ ասում են բնակիչները մի մասը ջուրը չի վճարում, պարտքեր է կուտակվում, մենք գումար չունենք, որպեսզի ներդրում անենք։ Հարգելիներ, շատ կոպիտ գուցե հնչի, բայց քաղաքացին թքած ունի ինչն է խնդիրը։ Դու քաղաքացուն ասել ես, որ պիտի ունենաս նվազագույնը 9 ժամյա խնդիր։ Նշվում է, որ խողովակները արդեն 60 տարվա են, 70 տարվա են, իսկ 4-5 տարի առաջ, երբ որ ջրամատակարող ընկերությունը այլ էր եւ բավականին պատշաճ ջրամատակարում էր իրականացվում, չէր զգացվում այդ խողովակների հնությունը։ Կոտայքի մարզպետարանի աշխատակից Սոս Խուշյանը նշեց, որ Եղվարդի ջրամատակարարումն ապահովում է Veolia ջուր ընկերությունը, ստեղծված խնդիրը իրենց տիրույթում չէ։ Դրա գտնվում է Veolia ջուր ԹԲ-ի տիրույթում, Եղվարդի ջրամատակարարումը հանձնված է Veolia ջրի սպասարկմանն էլի։ Այսինքն ճիշտ հասկացա, որ մարզպետարանը այստեղ անելիք չունի։ Ճիշտ ասած չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Veolia ջուրը պետք է սպասարկի եւ պատասխանատու ջրին վերաբերող ամեն ինչի համար։ Veolia ջուր ընկերությունից էլ մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ իրենք լիարժեք իրականացնում են պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Եղվարդում գործում է սահմանված ջրամատակարարման ժամանակացույց, որը հաստատված է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, որով էլ առաջնորդվում է Veolia ջուրը։ Սակայն ամռան ամիսներին սպառման պիկով պայմանավորված, ինչպես նաև խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու հետևանքով Եղվարդի որոշ հատվածներում հնարավոր է առաջանան որոշակի խնդիրներ։ Veolia ջուր ընկերությունն ամենօրյա աշխատանք է տանում այս երկու ուղղություններով էլ։ Veolia ջուր ընկերությունն էլ պարբերաբար հաղորդագրություններով տեղեկացնում է վերանորոգման աշխատանքների մասին, նշելով, որ որոշ հատվածներում արդիականացման ծրագրեր են ընթանում։
Սակայն բնակիչները նշում են փոփոխություն չեն տեսնում։ Սադամ Ակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։